Շատ սիրելի հետևորդներ, ողջույն բոլորիդ։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորել կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ։ Ես էլ եմ շնորհավորում։ Ամուսինս էլ եմ միանում մեր շնորհավորանքներին, ցանկանում եմ, որ միշտ լինեք կանացի, գեղեցիկ, սիրված, շրջապատված ձեզ սիրող, գնահատող մարդկանցով։ Այսօր կանանց միջազգային օրն է ու գնում ենք նշելու, օրը անցկացնելու ենք Քավորի ընտանիքի հետ, Քավորի տիկնոջս ու Քավորիս հետ ենք անցկացնելու օրը, բայց առաջինը իհարկե պետքա նվերներ գնենք։ Ես ճիշտ է սիրում եմ նվեր ստանալ, բայց ավելի շատ սիրում եմ նվիրել, որովհետև ինձ հաճույք է պատճառում դիմացինիս ուրախությունը, ես դրանից ավելի ոնց որ լիցքավորվում եմ։ Ու հիմա գնում ենք նվերների հետևից, առաջինը Քավորիս տիկնոջ նվերը կվերցնեմ ու ընթացքում ձեզ էլ ցույց կտամ ինչ եմ վերցնում, շատ այդպես բոլորին չեմ կարող նվերներ անել, բայց այսօր վլոգս մինչև վերջ նայեք, վերջում նաև մի հատ հետաքրքիր նվերներ պատրաստել եմ գործընկերներիս համար, գործընկերուհիներիս համար, դա էլ ցույց կտամ, ինչ կրեատիվ բան եմ մտածել։ Մի խոսքով գնում եմ Քավորիս տիկնոջ նվերի հետևից։ Տիկնոջ համար նվեր քարտ եմ ընտրել ու քանի որ ահավոր հերթեր Թիթեռնիկում, ամուսինս գնաց իրենց հետևից, որպեսզի ժամանակ չկորցնենք։ Դա ես եմ մի փոքր կսպասեմ։ Ցանկալի կլիներ, որ այսօր սիրուն սենց արևոտ, պայծառ, ջերմ օր լիներ, սենց մռայլ չլիներ, բայց ունենք են ինչ ունենք։ Այսպես եկել ենք Մուղնու եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի ենք եկել, կոչվում է Սուրբ Գևորգ, քանի որ Սուրբ Գևորգի մասունքներն են այստեղ պահվել եւ բացի եկեղեցի լինելը սկզբում այն եղել է ուխտատեղի 1661 թվականին է կառուցվել։ Լևոնը որ նկարվել են, հա, ցույց տա։ Այս եկեղեցու հետ տեսնենք, որ ասում ինչ լավ տեղացտ է, գիտես։ Ամենալավ եկեղեցին ինձ է։ Սիրուն էլ է սիրեցա։ Այս ընդեղ նկարում է։ Նստեցինք, հոգևոր սնունդ ստացանք, հիացանք Մուղնու եկեղեցու գեղեցկությամբ։ Հիմա ուզում ենք շարժվենք դեպի Հայաստանի մյուս հրաշք վայրը, այնտեղ շատ ենք եղել, Սաղմոսավանք, բայց եւս մի անգամ դեմ չեմ Սաղմոսավանքում շրջելուց։ Իրականում շատ սիրուն է ինքը, հրաշք, տեսարանները, բնությունը։ Մուղնից շարժվում ենք արդեն Սաղմոսավանք։ Ավելի տաք է իսկական։ Գունակցում, բայց շատ տաք է։ Եկանք հասանք Սաղմոսավանք։ Այսօր սենց սիրուն օր ենք անցկացնում։ Սաղետ են ասում, այստեղ ավելի տաք է հա իրականում, քան աշտարակում։ Շատ սիրուն է։ Սաղմոսավանքի այս հատվածը, որ ձորի բերանին է նայում, շատ սիրուն է, ահավոր շատ եմ սիրում։ Շատ սիրուն։
սիրուն թեթև էլ է գալիս ու ավելի է գեղեցկացնում այս ամեն ինչը։ Այստեղ շատ սիրուն նկարներ է ստացվում Սաղմոսավանքում, նկարվեցինք, մինչև ներսում հարսանքի արարողությունը վերջանա, մտենք եկեղեցի, մոմ վառենք ու նոր շարժվենք առաջ։ Ես Սաղմոսավանքը իր կառուցվածքով նմանացնում եմ շատ Մողնի եկեղեցին, քանի որ ներս ես մտնում նախաշեմ կա ու նոր հենց հիմնական հատվածն է։ Այստեղից էլ գնում ենք արդեն Օհանավան։ Հասանք Օհանավանք։ Այստեղ ավելի սառն է, քան Սաղմոսավանքում, հետաքրքիր է, ես մտածում եմ, որ Սաղմոսավանքում ցուրտ է լինելու, բայց այստեղում Մողնիում է սառը։ Առաջի եկեղեցին Օհանավանում կառուցվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից, իսկ այս եկեղեցին, որը հիմա մենք տեսնում ենք, 13-րդ դարի կառույց է։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին։ Շատ գեղեցիկ է, շատ։ Եկեղեցին երկու խորան ուներ, մեկը հին, ավելի շուտ կառուցված եկեղեցում, մյուսը այստեղ։ Եվ այսօրվա մեր օրվա ավարտին եկել ենք Միկատուն, որը Օհանավանում է գտնվում, ընթրիքի։ Տեսնենք, գովազդով ենք տեսել, վիդեո ենք տեսել, այսինքն ինքը շատ գեղեցիկ է, գեղեցիկ տեսան է բացվում դեպի Օհանավանք, հուսով եմ համեղ կսնվենք նաև։ Մենք ժամ ունեինք ամրագրած, նույնպես է ստացվում, մեր ամրագրած ժամից շուտ ենք եկել, հուսով եմ այդ խնդիր չի լինի։ Հաստորեն իմ ամրագրումը իրենք սխալ էին հասկացել, նշել էին դրսում, բայց մենք դրսում ամրագրում չէինք ուզել, ամեն դեպքում մեզ համար տեղ գտնվեց, մենք տեղավորվեցինք։ Մենք արդեն մեր պատվերներն արել ենք ու մինչև կբերեն այս ռեստորանի այդ իզյում ինքան նրանում է, որ ունեն վերելակ, որը իջնում է ձոր, Քասախի ձոր է իջնում։ Մենք էլ կօգտվենք, քանի դեռ լույս է։ Չի աշխատում։ Ama evin yetevi hargayı çekayım. Մենք սկզբից այստեղ էինք գնացել, այստեղ պետք է նստեինք, բայց մեզ առաջարկեցին դրսում նստել, որ այս եղանակին անհնար է, դրա համար եկանք այստեղ։
Մեր բախտը չբերեց, վերելակը չի աշխատում, աստիճաններ կան, բայց այս աստիճաններով ինձ չի թվում արժեիչներ։ Կանք այս հատվածից օհանավանքով հիանալու։ Սել էստեղից տեսարանը։ Ուղևորվում ենք տուն։ Սխալ մեքենա չնստի։ Նույն ավտոյցան։ Հա, մարդիկ բանդաժներ տարբեր։ Եկել ենք տուն ու շարունակում ենք մեր օրը տանը սուրճ եմ պատրաստում, որ երեկվա իմ սարքած տորթով համեղություններով սուրճ ուտենք, իսկ այստեղ մեր թութակն է, իրան լավ զգում։ Այսօրվա օրը մոտեցավ ավարտին, ուզում եմ ցույց տալ քուրիկիս համար ինչ նվեր եմ վերցրել, քանի որ քուրիկիս անունը Անահիտ է ու սովորաբար ասոցացվում է Անահիտ Աստվածու հետ, ես շատ եմ ուզում, որ ինքը այսպիսի գեղեցիկ կախազարդ ունենար, իրեն ուզում է իր նվերներով կիսվի, հա իր, ցույց տանք, դու ինչ ես ստացել այսօր, ասեն սիրուն, անգլերեն այ տառով պայուսակ, էլ ինչ, բացենք, հա, սա իր կնքամայրն է նվիրել, այսինց թիթիս ժամացույց, թևնոցի հետ միասին, սպիսի սիրուն թիթիս պայուսակ Մարիամին ու էլի հետաքրքիր բաներ։ Մի հատ էլ արագ պատրաստում եմ գործընկերներիս նվերները, հիմա ձեզ էլ ցույց կտամ, ինչ հետաքրքիր ու իմ կարծիքով կրեատիվ բան եմ մտածել ես։ Որոշել եմ մեզ բոլորիս համար գեղեցիկ կակտուսներ տնկել, հես իրենը բերել է, որ հողը լցնենք։ Հուսով եմ գեղեցիկ և շատ հետաքրքիր կստացվի։ Այսպիսի հող եմ վերցրել, նաև հենց կակտուսների և սակուլյանտների համար նախատեսված հող եմ, ամանները և հեսա կակտուսներն էլ կբերեմ։ Այք այսպիսի գեղեցիկ տեսք ունեցանք, քանի որ մենք բոլորս աշխատում ենք համակարգչի մոտ, օրվա մեջ 9 ժամ, ես մտածեցի, որ սա շատ հետաքրքիր, կրեատիվ ու մնայուն հիշվող նվեր կլինի իմ գործընկերների համար։ Հուսով եմ կհավանեք, սիրելիներս, հիմա կջրեմ, կխնամեք ձեր կակտուսներին, ես մեկ անձոր լավ չէի դրել, ու կմեծանան իրանք, ոնց որ իմ տան կակտուսն է մեծացել։ Ջրելուց հետո իհարկե այս կակտուսների հողը նստեց մի փոքր, բայց երբ մեծանան կավելացնենք, դա խնդիր չի։ Այսինքն սիրուն օր ունեցանք, հուսով եմ բոլորդ սիրելի կանայք, սիրելի աղջիկներ, այսօրը շատ լավ ու շատ գեղեցիկ եք անցկացրել, միամսյակը դեռ առջևում է, ձեզ հաճելի օրեր եմ մաղթում։